Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները զարգանում են ապշեցուցիչ արագությամբ, իսկ սյուժեի անկանխատեսելի շրջադարձերը հեռուստադիտողներին թողնում են անընդհատ լարվածության մեջ։ Նոր դրվագներում բացահայտվում են գաղտնիքներ, որոնք տարիներ շարունակ պահվել են ու այժմ գալիս են ցնցելու բոլոր հերոսների կյանքը։ Բագրատը, որը միշտ աչքի է ընկել խորամանկությամբ և կտրուկ քայլերով, սկսում է հասկանալ, որ Անգելինայի ու Հենրիի ծնողների պահվածքում ինչ-որ տարօրինակ բան կա։ Նրանք չափազանց խիստ են, չափազանց վերահսկող, և դա չի կարող պարզապես պատահականություն լինել։ Բագրատն ինտուիտիվ զգում է այս հարաբերությունների արմատներում թաքնված է մի ճշմարտություն, որը կարող է կործանել շախունցների ընտանիքի ամբողջ հանգիստը։ Նա նպատակ ունի բացահայտել ամենն անկախ հետևանքներից։ Մյուս կողմում Հենրին, չնայած վերադառնում է տուն, սակայն հոգով ամբողջությամբ կապված է Անգելինայի հետ։ Նա չի կարող մոռանալ նրան և անում է ամեն ինչ գեթ մի պահ կրկին տեսնելու իր սիրելիին։ Նրանց գաղտնի հանդիպումներին աջակցում է Աննան, ով միաժամանակ փորձում է պահել հավասարակշռությունը ընտանեկան խնդիրների, սեփական հղիության և զգացմունքային ճնշումների միջև։ Հենց Աննան դառնում է պատմության առանցքային կերպարներից մեկը։ Նա հայտնվում է հիվանդանոցում ստուգման նպատակով, սակայն այնտեղ տեղի է ունենում ամենանշանակալի ու ցնցող հանդիպումներից մեկը։ Այնուհետև, լինելով իր աշխատասենյակում, նրան հյուր է գալիս մի կին, ով սկզբնական շրջանում նրա համար անծանոթ է։ Նա Ֆրիդան է, Հենրիի կենսաբանական մայրը, և ինչպես ներկայացնում է իրեն նախկին շախունց, նրան մարմնավորում է սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը։ Նրա առաջին խոսքերը կտրում են օդը. «Ես նախկին շախունց եմ»։ Այս խոսքերը բառացիորեն սառցե ցնցուղ են դառնում Աննայի համար։ Նրա դեմքին միանգամից հուզմունք է հայտնվում, վախ, անհասկանալի խառնաշփոթ ու կասկած։ Նա սկսում է հասկանալ, որ այն, ինչ իրենք փորձել են թաքցնել տարիներով, հիմա արդեն բացվում է շերտ առ շերտ։ Շատ չանցած համացանցում տարածվում է ևս մի տեսանյութ, որում Աննան հայտնվել է հիվանդանոցում։ Ինչ են նշանակում այս կադրերը։ Հավանաբար Ֆրիդայի այցելությունից հետո Աննայի ինքնազգացողությունը վատանում է, և նրան տեղափոխում են հիվանդասենյակ։ Տեսանյութի տարածումից հետո հեռուստադիտողներին հետաքրքրում է մի հարց։ Բոլորը լարված սպասում են՝ արդյոք Աննան կկարողանա պահպանել երեխային, թե նրա կյանքում ևս մեկ ծանր հարված է սպասվում։ Այս ամենը ընդամենը սկիզբն է, դեռ առաջիկայում կբացվեն գաղտնիքներ, որոնք կփոխեն բոլորի ճակատագրերը։ Հենրիի մոր հայտնվելը միայն մեկնարկ է։ Ինչ է սպասվում հաջորդ դրվագներում։ Կկարողանա արդյոք Աննան դիմակայել հոգեբանական ծանրությանը, իսկ Հենրին ինչ որոշում կընդունի մոր հետ հանդիպումից հետո։ Սերը, վրեժը, գաղտնիքներն ու պայքարը շարունակվում են։ Վերջին զանգը պատրաստվում է նոր բարձունքների, իսկ հեռուստադիտողներին սպասվում են ամենահուզիչ ու բեկումնային սերիաները։ Իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Հեռուստասերիալում իսկապես իրադարձությունները շատ լարված են։ Աննայի համար մեծ ցնցում էր Հենրիի կենսաբանական մոր հայտնվելը։ Նրանք այսքան տարիներ հույս են ունեցել, որ այդ կինը չի հայտնվի, և Հենրիին չեն հայտնել գաղտնիքը։ Չնայած Հենրին բավական մեծ երեխա էր, հավանաբար նա պետք է հիշեր, որ իր մայրը Աննան չէ։ Ամեն դեպքում նրանից թաքցրել են ճշմարտությունը։ Իսկ ևս մեկ ճշմարտության բացահայտում շախունցների ընտանիքի անդորրին կվնասի։ Չնայած արդեն նրանք կորցրել են իրենց հանգստությունը, որովհետև բոլոր կողմերից այս ընտանիքը հարվածներ է ստանում, և բնականաբար այս ամենը բումերանգի օրենք է։ Ժամանակին նրանք հարվածել են բոլորին, իսկ այժմ ստանում են բոլորի կողմից այդ հարվածները։ Բայց Աննայի սիրտը, կարծես կամաց-կամաց հալվում է Միքայելի նկատմամբ, և նա ավելի նրբանկատ ու հետաքրքիր հայացքով է նայում Միքայելին։ Բայց այս ամենը ժամանակավոր է, հատկապես երբ բացահայտվի Միքայելի կողմից արված քայլերը։
երբ բացահայտվի, որ իր դուստրն այսքան տարիներ ապրել է իրենից հեռու, ինչպես կարող է նա Միքայելին սիրել կամ Միքայելին երեխա պարգևել։ Ինչպես կվարվի Աննան շախունցների ընտանիքի հետ, Հենրիի հետ ինչպես կվարվի։ Արդյոք թույլ կտա, որ իր դուստրը Հենրիի կողքին լինի, չնայած այն բանին, որ նա Հենրիին սիրում է իր հարազատ երեխայի նման։ Հակառակը, նա ոչ միայն տարբերություն չի դրել Հենրիի ու Ֆաինայի միջև, այլ նա ավելի շատ ուշադրություն ու սեր է նվիրել Հենրիին։ Ֆաինան նույնիսկ խանդի տեսարաններ է սարքել այդ իսկ պատճառով։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի բացահայտենք ամենահետաքրքիրը, իսկ շատ շուտով ամենահետաքրքիրը բացահայտվելու է հենց մեր ալիքում։ Թե ինչ է սպասվում հետագա սերիաներում և որ դերասանն է միանալու սերիալի դերասանական կազմին, կիմանաք ընդամենը րոպեներ անց, այնպես որ բաց չթողնեք մեր տեսանյութերն ու մնացեք մեզ հետ։ Գրեք նաև ձեր կարծիքը հեռուստասերիալի, դերասանների և իհարկե կերպարների մասին։ Գրեք նաև, թե որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։